Միացյալ Նահանգները գրեթե վերացրել է Ուկրաինային հետախուզական տվյալների տրամադրման արգելքը, որը սահմանվել էր անցած շաբաթ Սպիտակ տանը նախագահ Զելենսկու հետ սկանդալային հանդիպումից հետո։ Միաժամանակ նախագահ Թրամփը շարունակում է պնդել, որ իր առաջնային խնդիրն է դադարեցնել պատերազմը Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ։ Ցանկանում եմ, որ նրանք այս պահին խաղաղություն ուզեն։ Այս պահին նրանք այդ ցանկությունը չեն ցուցաբերել այնքանով, որքանով պետք է, սակայն կարծում եմ կանեն։ Ըստ իս դա պարզ կլինի առաջիկա 2-3 օրերին։ Դոնալդ Թրամփն ասել է, որ բավական լավ արդյունքներ է ակնկալում վաղը Սաուդյան Արաբիայում նախատեսված հանդիպումից, որտեղ Վաշինգտոնն ու Կիևը քննարկելու են ժամանակավոր հրադադարի եւ խաղաղության համաձայնագրի նախագծերը։ Ամերիկացի երկու պաշտոնյա անանուն մնալու պայմանով Reuters-ին ասել են, որ այդ հանդիպմանն ԱՄՆ-ն ցանկանում է պարզել, պատրաստ է Կիևը զիջումների գնալ պատերազմը դադարեցնելու դիմաց եւ լուրջ է տրամադրված ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելու հարցում Սպիտակ տանը տեղի ունեցած վեճից հետո։ Մենք ցանկանում ենք տեսնել, թե արդյոք ուկրաինացիները շահագրգռված են ոչ միայն խաղաղությամբ, այլև իրատեսական խաղաղությամբ։ Եթե նրանց հետաքրքրում են միայն 2014 կամ 22 թվականների սահմանները, դա ինչ-որ բանի մասին է խոսում։ ԱՄՆ նախագահի վարչակազմի մեկ այլ պաշտոնյա, որի անունը չի նշվում, NBC News-ին ասել է, թե Սպիտակ տան ղեկավարը ցանկանում է, որ Ուկրաինային ռազմական աջակցությունն ու հետախուզական տվյալների տրամադրումը վերականգնելու դիմաց Զելենսկին հրաժարվի Ռուսաստանի կողմից արդեն գրավված տարածքներից, ընտրություններ անցկացնի, հավանաբար նաև հեռանա պաշտոնից։ Financial Times-ն իր հերթին գրում է, որ Ուկրաինան հանդիպմանը կփորձի համոզել ԱՄՆ-ին վերսկսել հետախուզական տվյալների փոխանցումը եւ ռազմական օգնության մատակարարումը, դրա դիմաց առաջարկելով դադարեցնել հեռահար հրթիռներով ու հաճույքներով հարվածները Ռուսաստանին, նաև մարտական գործողությունները Սև ծովում։ Սաուդյան Արաբիայում ԱՄՆ պատվիրակությունը կգլխավորի պետքարտուղար Մարկո Ռուբիոն, իսկ ուկրաինականը նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։ Հանդիպումից առաջ այսօր Ուկրաինայի նախագահը կրկին պնդել է, թե Ռուսաստանն է խաղաղության միակ խոչընդոտը։ Ուկրաինան խաղաղության է ձգտում պատերազմի առաջին իսկ վայրկյանից, եւ մենք միշտ ասել ենք, որ պատերազմը շարունակվում է միայն Ռուսաստանի պատճառով։ Ըստ CNN-ի ամերիկյան պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում կհանդիպի նաև ռուսական կողմի հետ, թե ովքեր են գլխավորելու ռուսական պատվիրակությունը եւ ինչ հարցեր են քննարկելու հստակ չէ։ Նախագահ Թրամփը սակայն նախորդին լրագրողների հետ զրույցում հաստատել էր, որ Սաուդյան Արաբիայում նաև ռուսներ կլինեն, առանց հավելյալ մանրամասների։